Ողջույն։ Քիչ առաջ համացանցից իմացա, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որը օրեր առաջ ուրեմն իր աջակցություններ հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ քննադատել էր ուրեմն տիրադավ այդ եպիսկոպոսներին, հուդաներին, ուրեմն անցել է հակառակ ճամբար, չգիտեմ ինչ ա եղել, նիկորենք կամ կաշառել են, կամ ես չգիտեմ, կարողա պաշտոն են առաջարկել, կամ ասել են, որ կաթողիկոս կարողա դու լինես Կզոյանի տեղը քեզ նշանակենք, ճամբարա փոխել է, ճամբարն է փոխել, խրամատն է իրա փոխել, արդեն քննադատում են, ինչ-որ արդեն հասկանում եմ, թե այն 10 տիրադավները ինչու են ուրեմն հուդա դարձել եւ այլ, իրան միանգամից ամենայն հայոց կաթողիկոսը բան արել, կարգալույծ արել, ու ինքը արդեն էլ Գևորգ եպիսկոպոս Սարոյան շինքը դարել է պրոստը փոքրատարով Արման Սարոյան։ Արման Սարոյանն էլ ուրեմն ինչ անի, դե փչացրել են ոնց որ ասում են, էլի, գնաց է դիմել է դատարան, Նիկոլի ոնց էր կոչում, վնգստացող դատավորների Նիկոլի գրպանային դատարանն էլ ուրեմն Արման Սարոյանին վերականգնել է իր նախքին ուրեմն պաշտոն չասեմ, էդի պաշտոն չի, դարձրել է Գևորգ եպիսկոպոս Սարոյան։ Այս ապուշն էլ հիմա ուրեմն գնաց է նորից մտել այդ իր ուրեմն աշխատատեղը, կաբինետը նախքին, էլի ուրեմն հոգևորականի եպիսկոպոսի հագուստը հագել է, ու հիմա արդեն դույով անհարգալից, դա արդեն նիկոլական է, չէ՞, նիկոլականներ ուրիշ խոսալու ոչ չունեն, խոսում ամենայն հայոց կաթողիկոսի մասին, որ ինչքան ուզում է ինձ բանը կարգալույծ անի օրական 20 անգամ ես մեկա եպիսկոպոս եմ եւ այլ, շատ մարդիկ իմ լավ բարեկամ Էդմոն Մարուկյանն էլ խոսեց դրա մասին մի քանի օր առաջ, բացատրելով տկարամիտների, դժվար հասկացողների համար, որ դատարանը չի կարող տիրադավ եղած ուրեմն եպիսկոպոսին վերականգնել աշխատանքի, որովհետեւ Հայաստանի սահմանադրությամբ, Հայաստանի օրենքով եկեղեցին անջատ է պետությունից եւ պետությանը չի ենթարկվում։ Ոնց որ դատարանը չի կարող որոշել մեկին կնքել կամ չկնքել, մեկին պսակել կամ չպսակել, բայց ես վերջին նորությունները իմացա ուրեմն այս Արման Սարոյանի հետ կապված, ուրեմն որպեսզի իր վերականգնումը իր նախկին աշխատանքի որպես եպիսկոպոս ավելի համոզիչ լինի, դիմել է օրենքով գողերին։ Դե օրենքով գողին դիմելը հայաստանցիների մոտ շատ սովորական բան է, քանի որ արդեն 100 տարուց ավել է այդ կեղծ գաղափարախոսություն, այդ փտած, հնամաշ, սուտի գաղափարախոսությունը ուրեմն ռուսական KGB-ն, NKVD-ն, ես չգիտեմ, գուլագային համակարգը մտցրել է Հայաստանի ուրեմն ժողովրդի հասարակության ուղեղների եւ սրտերի մեջ, եւ հայաստանցիները այսօր դպրոցական հասակից միջև խոր ծերունիներ ապրում են դրանով գողական բան ասեք, էլի, էդի դու սխալ ես, երեխաները նույնիսկ դպրոցում ռասբիրատ են անում, սխալ են հանում, էսի սխալ ենք հանել, էսի սրա չենք խոսում, սա հարգված է, սա գող է, սա սվորաֆա, սա կզոյա, սա պզոյա, սա մզոյա եւ այլ, սրանցով են հայերը ապրում ու բոլորն էլ վախենում են։ Չես հասկանում թե ինչից։ Այս կեղծ գաղափարախոսություն ունեցող ուրեմն ինչ ասեմ, շարժման մասնակիցներից հայերը ավելի շատ են վախենում, քան թե Աստծուց, քան թե Աստծո պատժից, ինձ մարդիկ կան իմ ծանոթների մեջ, այդպես բաներ մի ասա, բան ասեմ, բայց ինչի, իրանց համար դու հարիվ ես, ինչպես բոլոր մարդիկ, ովքեր գող չեն կամ գողական աշխարհին չեն պատկանում, բոլորը հարիվ են, ռուսերեն ասած ֆրայեր, դու իրանց համար ֆրայեր ես, դու ինչ ես դրանից վախենում, դու անհարգալից խոսում ես քո կաթողիկոսի մասին, բայց դրանց մասին այտենց հարգալից ամեն դեպս, քանի որ դա հայերի մեջ, արյունի մեջ կա, դեպքերը հազարավոր են, այստեղ Նյու Յորքում մի հայ քարքցող ոսկերիչ պարոն կա, ճանաչում եմ շատ վաղուց, տունը մի անգամ գողություն եղել, թալանել էին, Նյու Յորքից Լոս Անջելոս, այն ժամանակ Լոսում ինչ որ մի գեղեցիկ ասած քրեական հեղինակություն, հայերենի սիրած լեզվով գող, մի օրենքով գող, զակոննի գող կար, կապնվել էին նրա հետ, մեջտեղ էին գցել, որ ես գտնեն թե տուն ով է թալանել եւ հիմա էլ Լոսում երևի եթե գող կա ինչ որ այդ սուտի փտած գաղափարախոսությանը նվիրված մարդ կա, եթե Լոսում հայր իրար հետ վեճ են ունենում,
ինչ որ տարաձայնություն, իսկ դա հայերի համար շատ սովորական բան է, այդ վեճն ու կռիվը անպակաս է, իրար հայհոյելը, իրար այդ մի կտոր հացը չկիսելը, բան, դրա մասին մոտակա օրերս մի հատ առանձին բան եմ նկարելու, շատ իր հետևեք։ Հա, ուրեմն նորից դիմում են այդ մարկանց, որ այդ հարցերը լուծեն։ Հիմա էլ այս Արման Սարոյանն է դիմել Գողին, ինչ որ Հայաստանում, դե ասում է Հայաստանում մի քանի հատ գող կան, այն մի հատ էլ դեպուտատ կա, որ իրան տշել են դուս մյուս տարի վարչության անդամ չի լինելու Սարգսյան, չեմ հիշում, երկու աղբեր էին, մի աղբերը մի ժամանակ Նիկոլի սուրճ եփողն էր, ինքն էլ հիմա հələ միշում է պատգամավոր անունը որ Հայկ Սարգսյան երևի քրեական հեղինակությունների դեմ պայքարում օրենքներ ուզում մտցնի եւ այլ, հա, հիմա դե երևի Հայաստանում մի քանիսը կան այդ ուրեմն դրան պատկանող այդ շարքերից, դրա համար այս Արման Սարոյանը դիմել է ուրեմն մի օրենքով գողի Հայաստանում, որ իրան դարձնեն նորից եպիսկոպոս։ Դուք հուսով եմ սա չհավատացիք, ես սա կատակում էի, սա սարկազմ էր, սա ծաղրանք էր։ Ես ուղղակի այս օրինակը բերելով գողին դիմելու, որ եպիսկոպոսին նորից սարքեն, որ Արման Սարոյանին սարքեն նորից եպիսկոպոս։ Սա օրինակ բերելով իմ սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի հայաստանցիներ, մի քիչ վատ կրթություն ունեցող, մի քիչ տգետ լինող, մի քիչ գիտելիքների պակաս ունեցող հայաստանցիներ, ես այս օրինակը, այս կոպիտ օրինակը ասեմ, թե այս ծաղրանքը, այս հեգնանքը, այս սարկազմը ցույց տվեցի, որ ինչքան տարբեր բաների մասին է խոսքը, որ եկեղեցին որտե օրենքով գողերը որտեղ, ոնց կարա ինչ որ մեկը դիմի օրենքով գողի, որ իրեն նորից սարքեն եպիսկոպոս, այն նույն ձևի հոգևորական, նախկին հոգևորականը չի կարող դիմել պետությանը Նիկոլին, Բարաբաշի Կոլյային ու իր խմբին կամ իր գրպանում վնգստացող դատավորներին կամ այդ տուպոյ անգրագետ իրավաբանական համակարգին Հայաստանի ու այդ դատավորը դուք պատկերացնում եք, այդ դատավորը լիցենզիա ունի, որ ինքը դատավոր է։ Ինքը օրենքը չգիտի, ինքը օրենք է անում, ինքը եզրակացություն անում, ինքը որոշում է կայացնում Արման Սարոյանի նորից եպիսկոպոս, որ ինքը եպիսկոպոս է։ Այդ դատավորը ոնց կարա մի երկրում մեկը լինի, դա կոչվի դատավոր։ Նա ուրեմն օրենքը չգիտի, նա սահմանադրությունը չգիտի, որ ինչ որ խառնվում է եկեղեցու գործերին։ Բայց սա միայն նպատակս դա էր, որ մի նորից վառ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, որ պետությունը եւ ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Ամենայն հայոց կաթողիկոսը այս ապուշին սարքել է եւ մնացած ուրեմն Տիրադավ, Դավաճան, Հուդաներին եպիսկոպոս ինքը որոշել է, ինքն էլ հանել է, ոնց որ այդ ձեր սիրած գողական աշխարհում իրանք մեկին գող են կանգնացնում, 3 հատ իրանց օրենքով ոնց է, 3 հատ ինչ որ համբավ ունեցող օրենքով գող հավաքվում են, ինչ որ մի գաղութում, մի նորաթուխ երիտասարդի կամ հեռանկար ունեցող կամ մեկն էլ ասում են փողով են առնում այդ պաշտոնը, այդ կոչումը, իրանք երեքով որոշում են մեկին գող են կանգնացնում։ Հիմա Նիկոլը որ ուզենա կարա խառնվի, թա գաղութ ինչ որ ասի սրան գող կանգնացեք կամ սրան մի կանգնացեք։ Ոչ մեկ չի կարա իրանք գրած օրենքները, շատ իրանք առաջի այդ իրանք չգրված օրենքները խախտողներն են, առաջի ինչ էր կուսակրոնության օրենքը խախտածներ այդ գողական աշխարհի ներկայացուցիչներն են, շքեղ կյանքի հարստություն ընտանիք չունենալու այդ բաները որ կա առաջի խախտողների իրանք են, այդ գողական աշխարհի ներկայացուցիչներին ես քրտից շատից ինչ որ իմ գիտելիքներով ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, գիտելիքներով ծանոթ եմ, նրանք մի բան որ պաշտպանում են այդ իրանք չգրված սահմանադրությունից, որ բանակում կամ չեն ծառայել կամ երբեք ուսադրիչ չեն կրել։ Մնացած բոլոր չգրված օրենքները իրանք խախտել են։ Ու ես թքած ունեմ բոլորի վրա, ոչ մեկից չեմ վախենում։ Հիմա մեկը կասի, չի կարելի արա գողականների մասին այդպես բան ասել, չի կարելի, եկեղեցու մասին կարելի է, ինչ որ սուտի փիլիսոփայության գաղափարը, սուտի կեղծ արժեքի մասին կարելի է, առաջի խախտողները իրանք են։ Այ ոնց որ մեզանից ոչ մեկ չեն կարող խառնվել իրաց գործերին, եւ ընդհանրապես ուրիշի գործերին, հարևանի գործերին չեն կարող խառնվել, պետությունը չի կարող գողականների գործերին, գողականները եկեղեցու, պետությունը եկեղեցու, այդ նույն ձևով էլ Նիկոլը ու իր տկարամիտ
դատավորների իշխանությունը, որը շատ ժամանակավոր բնույթ է կրում, հիշեք այդ բոլորի անունները մեկ-մեկ, ծափկվողից, դամպահողից միջև Նիկոլ, բոլորը հերթով պետքա պատասխան տան, երբ որ իշխանափոխություն կլինի, հուսանք դա մի օր կլինի։ Ասածը սա է, այնպես որ սիրելի հայրենակիցներ, իմացեք, հիշեք, մեր Սուրբ Առաքելոց հայ եկեղեցին անկախ կառույց է, պետության հետ ոչ մի կապ չունի եւ Նիկոլ չէ, Դոնալդ Տրամպն էլ Ալիևի ձեռը բռնած որ կան, ոչ մեկ իրավունք չունի խառնվելու մեր առաքելական գործերին, մեր հայ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումներին։ Անեցօր ճանապարհներ փակեն, Ավստրիա գլանու ճանապարհներ փակեն, անձնագրերն էլ ձեռքներից վերցնեն, միևնույնն է, մեր եկեղեցին կայուն է, հավերժ է, քանի որ նա մեր պետության, մեր երկրի հիմքն է եւ լինելու է հավերժ։ Աստված օրհնի հայ ժողովրդին, Հայաստանին եւ ամենաբարիկներ բոլորիդ։ Խնդրում եմ չմոռանաք լայք դրեք, բաժանորդագրվեք եւ տարածեք։